Բարի լույս բոլորին, սիրելիներս, առավոտյան 7-ն է, նոր եմ արթնացել, ասեցի վեկանամ պատոհանը բացեմ, մի քիչ սենյակ օդափոխեմ, մեկ էլ տեսնեմ ձյուն ա եկել, նայեք ինչ ձյուն ա եկել, ես էլ առավոտյան անդադ sense մեքենաների ձայներ եմ լսում, մտածում եմ թե աղբի մեքենան ա եկել, աղբն ա տանում, դու մի ասա ձյուն մաքրող մեքենաներն են, փողոցներն են մաքրում, ուй, բայց շատ ցուրտ ա. Ժողովուրդ լույսը մի քիչ բացվեց, ձյունը արդեն երևում է, բայց հետն էլ հալվեց, որովհետև պլյուս աստիճան է, բայց մանր ձյուն է գալիս ոնց որ թե նախաճաշի ժամն է, չեմ գնալու նախաճաշի, իրականում հավես չունեմ, այսօր չեմ ուզում նախաճաշել, բայց գնում եմ հիդրոջետ ջրային մասաժի, անցած անգամ որ եղել ենք միասին, գնամ դրանից հետո ինչ պետք է անեմ, ֆիթնես պետք է գնամ, ճաշին կգնամ, բայց նախաճաշ չեմ գնա, երեկ էլ ընթրիքին չեմ եղել, այդպես, բայց սիրուն ա շատ. Ողջույն բոլորին, սիրելիներս, այստեղ մեզ մոտ օր ա փոխվել, իջել եմ նախաճաշից հետո պետքա գնամ խանութ, քանի որ այսօր փետրվարի 14-ն է, Վալենտինի օրն է, ամուսինս խնդրել է ինձ իր կողմից գնամ իմ համար ծաղիկներ գնեմ, ես էլ գնացի եւ կակաչներ գնեցի, քանի որ կակաչներ շատ եմ սիրում։ Բացի ծաղիկներից նաև գնեցի ինձ համար չիփս, ծաղիկներս դրեցի այսպեսի կապուճ շշի մեջ, քանի որ ծաղկաման չունեմ, այս շիշն էլ ինձ իրենք էին տվել, այստեղ առողջանում, որպեսզի ջուր լցնեմ մեջը, որ գնում եմ սպորտի, իմ հետ տանեմ, բերեմ եւ այլն, ջրի շիշ որպես, դե քանի որ ես էլ սա չեմ օգտագործում, իրեն որպես ծաղկաման օգտագործեցի։ Իսկ Ելենայից նվիրած բացիկները կդնեմ ծաղիկներիս մոտ։ Բարի լույս բոլորին, ժողովուրդ ջան, առավոտյան արթնացա, տեսա կակաչներս, այսինքն կախվել է, թառամել է, դե երեք հենց բերել էի ու տենց դրել էի ջրի մեջ առանց պոչերը կտրելու, հետո պոչերը կտրեցի մի քիչ, իրան ռեզինից հանեցի, դե ռեզինով էր փակ, հենց այդպես, որտեղ էս շշի բերանն եղեր, հենց հազիվ այդպես տեղավորել էի, հիմա կտրեցի, այդպես ռեզիններից հանեցի ու տեղավորեցի, նայեք ոնց է ձգվել կակաչները, արդեն թարմացել է, նորից թարմը տեսք է ստացել, նույնիսկ արդեն բացվում են կոկումները։ Այդպես սիրելիներս, սա էլ Ելենայից նվիրած բացիկը, չեմ հիշում երեք ասել եմ թե չէ, այսօր գնում եմ քույրիկենցս տուն, քույրիկենքս կգան իմ հետևից, ինձ կվերցնեն, կգնանք իրանց տուն, մի գիշեր կմնամ այնտեղ, քանի որ այսօր շաբաթ է, շաբաթ-կիրակի այստեղ անելու բան չկա, ազատ է, դրա համար կարող ենք տուն գնալ, կիրակի հետ կվերադառնամ, ինձ հետ կբերեն ու այդպես նորից մի շաբաթ էլ այդպես իմ առօրյայով կանցնեմ ու դրանից հետո ամուսինս մի հատ կգա, նորից կգնանք քույրիկենցս տուն այդ շաբաթը, իսկ այն մի շաբաթը արդեն կգնամ տուն, բավականին երկար է մի ամիսը, առանց ինձ տունը մի քիչ խառն է, բայց կարևորը կարողանում են գլուխ են հանում, երեխեքս արդեն մեծ են, ինքնուրույն կարողանում են իրենց հարցերը լուծել, այսպես ասեմ, այդպես սիրելիներս, այս քանի օր այստեղ բավականին ցուրտ է, ձյուն ա գա, հիմա էլ է ձյուն գալի, չեմ ամ երևում ա թե չէ, չի երևում, մանր փաթիլներ ա գալիս, այսպես մեծացնեմ, տեսնեմ կերևա, երևում արդեն այսպես, ձյուն ա գալիս, սառն է, ձյունը գալիս է ու տենց սառած մնում է, այսպես էլի անկյունները չի հալվում, ամուսնուս հետ էի խոսում, ասեց այնտեղ էլ ա ձյուն եկել, մի խոսքով ցրտեր է այս քանի ժամանակը, նոր գնացինք դուրս մի հատ լավ քայլեցինք, լավ պտույտ տվեցինք ու եկանք, այսօր շաբաթ է, այդքան շատ բան չունենք անելու, միայն առավոտյան գնացինք քայլեցինք եւ հեսա ես մի քիչ հետո էլ պետքա գնամ հեծանիվ քշեմ ու արդեն ես ազատ եմ, կարող եմ հանգիստ գնալ արդեն իմ գործերով, ուր ուզեմ այնտեղ կարող եմ գնալ։ Էլեն, բարև։ Դե մի հատ եկեք ու գնանք արդեն, երեխեք, բայց կարող է կեղտոտ լինի, թաց։ Էլեն կարող է թաց լինի, չէ, թաց չի։ Ջա։
Եկար։ Դժվար է։ Չես կարում գաս։ Բա որ Դավիթը մնատ է։ Արի։ Վերջ, գնացինք։ Արդեն ուշ երեխեք գնանք, հա արդեն։ Էս ինչ սիրուն ես նկարում իմ աղջիկ։ Հա, խոտ այդ եմ։ Հիմա ցույց եմ տալի Էլենայիս նկարը, ոնց ավարտեց, շատ արագ։ Նայեք, ինչքան սիրուն։ Ապրիմ աղջիկը շատ սիրուն ես նկարում Էլեն։ Կտավը։ Էլեն, բայց գիտես չէ, կարայր այս կտավը գունավորեիր բաց կապույտ գույնով, որ ամբողջը ինքը ներկվեր։ Այս սպիտակ տեղերը։ Տեղ չունենա սպիտակ տեղը, հա։ Դու պետք է յանի շոր գույն տաս։ Իմ սիրուն աղջիկը։ Ինչ ենք անում, Էլեն։ Ունենք խաղում։ Չէ՞ դա։ Ժողովուրդ ջան, ինչպես տեսաք, մենք արդեն քուրիկենցս տանն ենք, երեխեք հետ լավ ժամանակ ենք անցկացնում, հացը կերել ենք արդեն, այստեղ էլ քուրիկս համեղ բան է պատրաստում, պաղպաղակով վաֆլի։ Մի խոսքով, սիրելիներս, դե մենք գնանք մեր սուրճը վայելենք, իսկ մենք կհանդիպենք արդեն վաղը առողջարանում։ Բարի լույս բոլորին, սիրելիներս, նոր եմ արթնացել, այսօր մի քիչ ուշ եմ արթնացել, քանի որ երեկ քուրիկենցս տանից եկանք ուշ էր, մի քիչ նստեցինք, զրուցեցինք, հետո քնել էի ու հավես չունեի այսօր նախաճաշի գնալու, դրա համար այսօր նախաճաշի չեմ գնացել, նախաճաշից հետո էլ պետքա գնամ 8:30 նշանակված է իմ ջրային մասաժը, կգնամ այդ ջրային մասաժին, հիդրոջետին ու այդքան ու ասեմ։ Ու այնուհետև ունեմ սպորտ, նրանից հետո ճաշնա, հեծանիվ քշել, լավ բան եւ երեկոյան ընթրիքը։ Այդ ամենը կանեմ, այսօր այդպես կավարտենք, մնաց ինձ 2 շաբաթ էլ էստեղ անցկացնեմ ու գնամ հասնեմ իմ ընտանիքին։ Մի շաբաթ է երևի մերոնք կգան արդեն, երեխեքը, ամուսինս կան, մի հատ էլ իրանց հետ ժամանակ կանցկացնեմ ու կմնա մի շաբաթ էլ այդպես կանցկացնեմ ու կգնամ իմ տուն։ Այդպես սիրելիներս, եկեք այստեղ ցույց տամ կակաչներս ոնց է բացվել, այս մի հատ այսպես կախվել է, բայց ոչինչ, իսկ մնացածը նայեք ինչքան սիրուն բացվել են։ Էլենաս իմ համար նոր բացիկ է պատրաստել, որի վրա գրած է մոքուշ ich liebe dich, այսինքն մորքուր ես քեզ սիրում եմ։ Մոքուշը ինքն է այդպես ինձ անվանել փոքր տարիքից ու այդպես մնացել է։ Այդպես գնամ այստեղ էլի։ Իրա պատրաստածներ այնքան շատ են, հա, մի հատ էլ այսպիսի թևնոց է իմ համար պատրաստել իմ աղջիկը։ Այդպես, եկեք մի հատ էլ դուրսը ցույց տամ, արևը գեղեցիկ դուրս է եկել։ Լավ սառած է, լավ ցուրտ է, այստեղ մինուսներ է բավականին, բայց դրա հետ մեկտեղ գեղեցիկ արևածագ է տեղի ունեն։ Մնայք արևը նոր դուրս է գալիս ու ինքն սիրուն է, հեռախոսը այդ գույներն ու գեղեցկությունը չի փոխանցում։ Մի խոսքով։ Այդպես սիրելիներս, դե հիմա ես էլ պատրաստվեմ ու գնամ արդեն ջրային մասաժի, քանի որ արդեն ժամն է մոտենում, բայց ինձ հովես չունեմ, ինձ կուզեի այսօր մի քիչ մնայի իմ սենյակում, քնեի, հանգստանայի, բայց պետքա գնամ, այդպես է նշանակված է ջրային մասաժ, պետքա գնամ այդ դրան։ Այդպես սիրելիներս, լավ ես պատրաստվեմ դուրս կամ հետո ընթացքում էլի կմիանամ ձեզ։ Բարի լույս բոլորին, սիրելիներս, նորից առավոտ է, նորից արթնացել եմ, գնացել եմ նախաճաշել եմ, հիմա էլ ջուր եմ բերել, տաք ջուր, որ սուրճս պատրաստեմ, չգիտեմ ասել եմ, թե չէ, չեմ հիշում, այստեղ ապարատներ կան սուրճի, թեյի, այնտեղից թեյի ջուր եմ բերում, այսինքն տաք ջուր, եռման ջուր ու սուրճս այստեղ պատրաստում եմ, այնտեղի սուրճերից չեմ վերցնում։ Հա, ու տենց ուզում էի պատուհանը բացեի, սենյակ օդափոխեի ու տեսա, որ ինչքան գեղեցիկ է այստեղ արևը ուզում է դուրս գա եւ գեղեցիկ երանգներ է ստացել են հատվածում, բայց բավականին ցուրտ է։
Չեք պատկերացնի ինչքան ցուրտ է այստեղ։ Հիմա սուրճս, այս մեկնատակը խմեմ, թարմանամ, որպեսզի գնամ սպորտ զալ։ Հա, ուրեմն ինչ ես ասել, իմ թերապիաները այդքան շատ չեն։ Մենակ սպորտն է, սպորտ զալում մի քանի եւ դրսում զբոսնելը։ Հա, մեկ էլ ջրային այդ մասաժները, բայց այստեղ շատ մարդիկ կան, տարբեր բաներ են անում։ Հա, մեկ էլ ինձ նշանակել էին լողավազանում լողալ, ես դրանից հրաժարվել էի։ Այսինքն մնացած ուրիշ բաներում ես կարիք չունեմ։ Այստեղ կան մարդիկ, ովքեր որ ձեռքի մատերը չեն զգում, թմրում է, ոտքի մատերը չեն զգում։ Բնականաբար իրենց հետ հատուկ աշխատանքներ է տարվում, որպեսզի շոշափելիքի զգայարանները զգան։ Այդպես սիրելիներս արդեն ժամս եկավ, արագ սուրճս խմեմ ու ես թռնեմ սպորտի։ Սիրելիներս դուրս ենք եկել, գնում ենք շտիկ walking-ի, այսինքն այդ փայտերով գնում ենք քայլելու։ Կարծես դահուկներ լինի, դահուկի այն սուր փայտերը կողքի։ Այդպես սիրելիներս, դե մենք գնանք քայլենք, ընթացքում ցույց եմ տալիս անտառ, որպեսզի տեսնեք ինչքան գեղեցիկ ճանապարհով ենք անցնում, բարձրանում ենք անտառի վրա, հետո իջնում ենք, իսկապես շատ դժվար ճանապարհ ենք անցնում։ Քայլելուց հետո գնալու եմ սենյակ, մի բաժակ սուրճ խմեմ ու անմիջապես դրանից հետո պետք է գնամ հեծանիվ քշելու։ Ժողովուրդ ջան, վերջապես այսօր էլ օրը ավարտվեց, այսօր էլ արեցի այն հանձնարարությունները, ինչ որ հանձնարարված էր ինձ, մարզումներ, դրսում զբոսանք։ Մի խոսքով ավարտվելուց հետո այստեղ մի քանի աղջիկների հետ ենք մտերմացել ու որոշել ենք այսօր ընթրիքին դուրս գանք ու գնանք դրսում ընտրել, քանի որ այստեղի սնունդից արդեն հոգնել ենք, մշտական նույնն է, առավոտյան եւ երեկոյան ուտելիքը։ Դրա համար որոշեցինք գնալ դրսում երեկոյան ընտրել, պայմանավորվել ենք, որոշել ենք գնանք հունական ռեստորան, եթե գնանք այնտեղ տեսնենք տեղ չկա, որտեղ ժամանակ առ ժամանակ լիքն է լինում եւ սեղան չի լինում, կգնանք իտալական կամ չինական, մի հարմար տեղ կգտնենք մեզ։ Դե ինչ սիրելիներս, հիմա արդեն պատրաստվում եմ դուրս գալ, այնտեղից նորից կմիանամ ձեզ։